գրեթե ազատ տեղեր չեն թողել տրիբունայում։ Ալժիրցի երկրպագուները փոխանցում եւ գնդակը ցանցում։ Այո, առաջին անկյունայինը, որը ավարտվում է դարպասի գրավումով, Էսայիդ Բելկալեմն է դառնում գոլի հեղինակ, կենտրոնական պաշտպանը, որը նույնպես Անգլիայի առաջնությունում է հանդես գալիս Watford ակումբում, իհարկե ոչ Պրեմիեր լիգայում, անցկացրեց նախորդ մրցաշրջանը։ Բայց ամեն դեպքում եւ ահա անգլիական գոլ էլ ստացվեց անկյունայինի խաղարկում, այնտեղ չեմ սխալվում դիպավ գնդակին Բելկալեմի խաղանկերը եւ պարզելով ոտքը դա մյուս կենտրոնական պաշտպանն էր Ռաֆիկ Ալիշը։ Մի փոքր շեղեց գնդակի ուղղությունը եւ բերվագում միայն կանոնների խախտումը նրանց գնդակ խլեց։ Իսկանյան փոխանցում կենտրոն։ Ռոմյան Հովսեփյանը հիմա կարող էր եւ չփոխանցել Օզբիլիսին, որովհետեւ ինքը ավելի լավ դիրքում էր։ Եվ Ալժիրի հակագրոհը նորից փոխանցումը հասնում է միջև Աչիեզար եւ 2-0։ Այսպես մենք էինք գրոհում, բայց մենք բաց ենք թողնում, Նաբիլ Ղիլասն է դառնում գոլի հեղինակ, ուշքու շատ հզոր հարվածով Ալժիրի հավաքականի Աչիեզրային արձակվողը գրավում է դարպասը, սեքիչ բարձր տրամադրությամբ ընդունում են այս գոլը մարշչական կազմի ներկայացուցիչները Ալժիրի, Արաս Օզբիլիսի կորուստը եւ տեսեք ինչ երկար անցում կատարեց Յասին Բրահիմին, հետո 3-ով մեր ֆուտբոլիստները փորձեցին նրանից խլել գնդակը, չկարողացան։ Նաբիլ Ղիլասին հասնում է գնդակը, որը մխրճում է այն ուղղակի դարպասը։ 2-0 Ալժիրի հավաքականը արդեն բավականին լուրջ առավելությամբ է հաղթում։ Թվում էր, թե արդեն տիրել ենք նախաձեռնությանը եւ ամեն ինչ անում ենք պատասխան գնդակ խփելու համար, բայց նորից եմ ասում, մեկ կորուստ, մեկ հակագրոհ եւ արդեն դու հարվածը հետո էլ Բրահիմին թույլ չտվեցին հարվածել։ Լասեն բարձրից փոխանցում, սա ուղղակի խայտարակություն։ Այնինչ կատարվում է հիմա մեր հավաքականի պաշտպանությունում ուղղակի խայտարակություն է 13 համարը Ալժիրի հավաքականի Իսլամ Սլիմանին հաշիվը դարձնում է 3-0, ընդ որում երկու անգամ նա ունեցավ հարվածելու հնարավորություն։ Առաջին դրվագում դարպասաձողը ետ մղեց գնդակը, երկրորդ անգամ նա չվրիպեց։ Տեսնեք տեխնապատկերը կանգնած նայում են մեր պաշտպանները ինչ է անում Սլիմանին։ Առաջին հարվածը Սլիմանին չկատարեց, առաջին հարվածը կատարեց Ռիադ Մահրեզը, բայց հետո Սլիմանին ավելացրեց։ 3-0 պարտվում ենք խոշոր հաշվով, կհասկանանք։ Հիմա կհասկանանք, իսկ գրոհում է մեր հավաքականը Սարգիսով հիանալի է։ Հիանալի է 3-1 արդեն առաջին րոպեին երկրորդ խաղակեսի Արթուր Սարգիսովը կրճատում է հաշվի տարբերությունը, ահա Սարգիսովի արագությունը եւ ահա նրա օգուտը, որը տվեց երկրորդ խաղակեսի ամենասկզբում էր ֆուտբոլիստը, տեսեք, իհարկե պաշտպանը շատ ավելի մոտ էր գնդակին, բայց Սարգիսովը փայլուն մեկտարկային արագություն ունի, դա գաղտնիք չէ, դուրս եկավ մենմենակ դարպասապայի հետ եւ նրա ոտքերի տակով գնդակն ուղարկեց դարպասը։ Գերազանց գոլ է խփում Սարգիսովը իր ոճով օգտագործեց իր բոլոր